մրցակցային դաշտ եւ ապատեղեկատվություն։ Ներկա պահին գործող այս մրցակից լուրջ հարթակներ ես չեմ տեսնում։ Կանաչու շուկայի մեծ մասը վաճառողներից կամ այլ էջերով գալիս են մեզ մոտ կամ էլ գումար հավաքում դրա համար, քանի որ ներկա պահին Legalize Armenia հարթակի թիմային ուժը թույլ չի տալիս մրցակից ունենալ։ Կանաչու շուկան հրապարակել է գնային փոփոխման պատճառը, որը բացարձակ ապատեղեկատվություն է, քանի որ շատ անգամ գնորդները հարց են տալիս, թե ինչի համար է նույն ապրանքանիշը շուկայում եւ մնացած բոլոր հարթակներում ավելի թանկ, քան Legalize-ում։ Նրանք պատասխանում են, իբր մերը նույնը չէ եւ որակապես ուրիշ է, բայց երբ անցավ 1 տարի եւ բոլոր տելեգրամյան հարթակները հասկացան, որ չեն կարող շնչել այրոպորտի գներով եւ խաբել մեր հայությունը, գները իջան 20-ից 30%-ով։ Հիշեք, ժամանակին 0.5 գրամը կարելի էր գնել $30, իսկ 1 գրամը $55։ 6 տարվա պայքարը մեզ հասցրեց ունենալ այնպիսի գներ Հայաստանում, ինչպիսին Եվրոպայում է։